Հայաստանը պիտի հասնի նա, որ Միացյալ Նահանգները ստիպեն Թուրքիան, որ բլոկադան հանեն եւ Հայաստանը ստանա կոմունիկացիաներ դեպի Միրզավորցով, նավահանգիստներ, դեպի Եվրոպա եւ այլ։ Այդ ժամանակ մենք հնարավորություն կունենանք, մեր տնտեսությունը հնարավորություն կունենա սկսել զարգանալ ուրիշ տեմպերով եւ Լարսի անիծվածքից, Լարսի փակողումից մենք կպրծնենք Ռուսաստանի շանտաժից մի քիչ կապահովացնենք։ Բայց դրա անելու համար նորից եմ կրկնում հայկական կողմը պիտի պրոյեկտը պատրաստի, այդ պրոյեկտում մենք պիտի երաշխիքներ ուզենք ոչ թե միայն տնտեսական, բայց նաև անվտանգության, կոմունիկացիաների բացման, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական։ Դա բարդ խնդիր է։ Այդ խնդրի կառուցման համար Հայաստանը պիտի հավաքի աշխատանքային խումբ եւ սկսի պատրաստել մաննախագիծ եւ ներկայացնի Միացյալ Նահանգներին, ոչի ստանա նմանատիպ ինչը մենք տեսնում ենք Ուկրաինայում եւ Միացյալ Նահանգները Ռուսաստանի 18-28 կետանոց պայմանագիր է ստորագրում, ասում տակին ստորագրում։ Լավ կլինի որ Հայաստանը պատրաստի նախաձեռնությունը գնացի Տրամփ ջան, ուզում եք որ այս մեկը անենք, մենք տանենք, մենք պատրաստենք, ոչ թե սպասենք Միացյալ Նահանգները Ռուսաստանի, Թուրքիայի հետ ինչ պայմանագրության կգան։ Հասկանում ես, որովհետեւ Տրամփի վարկը անկախատեսելի է։